Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, սկսենք աշխատանքային շաբաթը, երեք Իսրայելը ճանաչեց հայոց ցեղասպանությունը եւ թերևս հայոց ցեղասպանության փաստը ընդունեց պաշտոնապես եւ թերևս հենց այստեղից էլ սկսենք խոսել, չնայած այլ թեմաներ նույնպես քննարկելու ենք։ Տեսեք, կային ժամանակներ, երբ որ ամեն մի երկրի ճանաչումից մենք ոգևորվում էինք եւ շնորհակալություններ էինք հայտնում, դրոշ էինք ծածանում տվյալ երկրի եւ այլն աշխատանքներն էինք գնահատում տարված, բայց հետո պետք է ասեմ, որ մեր հասարակության ընդհանուր մենտալիտետը սկսեց բարձրանալ ու մեր քաղաքացիները այս շատ կարճ ժամանակում իմիջիայլոց պատերազմից հետո է որ քաղաքացին մի պահ ծառել ու որոշել է մտ հասկանալ ինչ է ինչոց է եւ այլն ու սկսել ենք խոսել այնպիսի թեմաներից, որոնք որ երբեք չի խոսվել, ընդունված չի եղել խոսել, հա ու հասարակությունը այս անգամ փոխանակ ոգևորվելու ուզում է հասկանա սա ինչի մասին է Այ հենց սա նշանակում է մի քայլ բարձրացել ենք մենք մեր մենտալիտետով գնահատողական դատողությամբ Որովհետև մենք նոր սկսել ենք հասկանալ Իմիջիայլոց երբ որ սրա մասին մի քանի տարի առաջ խոսում էինք, շատերը եղաններով, փայտերով, քարերով ընկնում էին հետևներիցս, մենք սկսում ենք հասկանալ, որ հայոց ցեղասպանության ճանաչումը, միջազգային ճանաչումը, երբ որ տարբեր երկրներում աշխատանքներ են տարվում, որ տվյալ երկիրը ճանաչի ցեղասպանությունը, տվյալ երկիրը ըստ իր հարմարավետության է ճանաչում եւ ըստ իր արտաքին քաղաքականության մենք ընդհանրապես դրանով տալիս ենք խաղաքարտ այդ երկրին եւ ասում ենք երբ որ քեզ պետք է սա օգտագործիր երբ որ օգտագործես մենք էլ այդտեղ օգուտ կունենանք հասկանում եք սա է եւ դա է պատճառը այս ըմբռնումն է պատճառը որ հիմա սենց մենք շատ զգուշորեն ենք նայում Նաև հասկանում ենք, որ կարող է ինչ-որ բան են չգնալ, բայց մյուս կողմից ես իշխանություններին կոչ եմ անում, որպեսզի հիմա Թուրքիան ու Ադրբեջանը դատապարտում են, չգիտես ինչի Ադրբեջանը մտնում է խաղի մեջ, գիտենք ինչի, բայց դե խաղա մտնում է, համարձակորեն մտնում է, կլինի, չի ստացվի, այստեղ պետք է Հայաստանն էլ իր դիրքորոշումը Պարզեցնի շատ հստակ քայլեր անի, որովհետև մյուս կողմից մենք չենք հրաժարվում միջազգայինորեն ցեղասպանությունը միջազգայինորեն ճանաչման ռազմավարությունից, չէ՞։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սատարել ըստ սահմանադրության, ըստ իր գործունեության բանին ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ վստահաբար արտաքին գործերի նախարարների միջեւ որոշակի խոսակցություններ պետք է եղած լինեն մինչեւ Իսրայելի այս որոշումը կայացնելը։ Եվ Եթե մենք փորձենք խուսափենք այս խաղի մեջ մտնելուց, հնարավոր է շատ ավելի բարդ սցենարներ, բան լինեն, ուրվագծեն, որովհետև Իսրայելը ուղիղ հարվածում է տարածքում խաղաղությանը, չնայած որ ընդունում է հայոց ցեղասպանության փաստը։ Տասնամյակներ անց, ցավոք սրտի Եթե ընդուներ մի 10 տարի առաջ, 20 տարի առաջ, մենք գուցե ոգևորվեինք կրկնումը։ Ինչի համար սա հնարավոր է լինի։ Իմ սուբյեկտիվ կարծիքով, որը կարող է չհամընկնել մասնագետների կարծիքների հետ, ես սա ասում եմ որպես քաղաքացի իմ կարճ խելքով։ Քանի որ տարածաշրջանում մրցակցություն է գնում ենթակառուցվածքների, մրցակցություն է գնում այդ ենթակառուցվածքների վրա գերիշխանություններ ապահովելու, իսկ արևելք եւ արևմուտք կապը, գիտեք, բացի Հորմուզի նեղուցը, հիմա այս խաղաղության խաչմերուկն է, Տրիպի ուղին է եւ իհարկե արաբական աշխարհով անցումը, նավթամուղերի եւ այլն, ինչի արդյունքում էլ հենց Իսրայել-Գազա այդ հակամարտությունը կա մշտապես եւ արաբական աշխարհ-Իսրայել հակամարտությունը կա։ Եվ Թուրքիան իզուր չի մտել խաղի մեջ այստեղ, որովհետեւ ինքն էլ տարածաշրջանում զգում է Իսրայելի գերիշխանությունը իրան դուրս է մղում։ Ու բնականաբար Իսրայելը կփորձի որոշակի հնարավոր նաև պայմանավորված խաղեր տալ, այստեղ այս շատ նուրբ իրավիճակում փորձելով ինչ-որ բան խառնել իրար։ Այնուամենայնիվ Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների պատասխանը ես ընթերցեմ ձեզ համար, Թուրքիան եւ Ադրբեջանը դատապարտում են Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը։
Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները դատապարտել են Իսրայելի կառավարության որոշումը ճանաչելու 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն Իսրայելի կառավարության որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի եւ նպատակ ունի քողարկելու Գազայի հատվածում իրականացվող ցեղասպանությունը։ Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ Իսրայելը Գազայում պաղեստինցիների դեմ իրականացվող գործողությունների համար կանգնել է միջազգային քրեական դատարանի քննության առջև ու 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական որոշում ընդունելով փորձում է թաքցնել սեփական հանցագործությունները։ Անկարան նաև հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունների ընդունած որոշումը անտեսում է պատմական փաստերը, ճակերտավոր, եւ արտացոլում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ նրա կառավարության աղետալի վիճակը։ Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում Իսրայելի էքսպանսիոնիստական եւ ապակայունացնող քաղաքականությունը ճակերտների մեջ դարձյալ, դադարեցնելու ու Նեթանյահուի կառավարությանը պաղեստինցի խաղաղ բնակիչների նկատմամբ հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Իր հերթին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ լուրջ մտահոգությամբ է ընդունել Իսրայելի կառավարության այս որոշումը, որը վերաբերում է, ինչպես նշված է հայտարարության մեջ, այսպես կոչված հայոց ցեղասպանությանը, այսպես են էլի իրանք ձևակերպել։ Բաքուն պնդում է, որ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական փաստերի խեղաթյուրումը եւ բարդ պատմական գործընթացներին քաղաքական գնահատական տալը, որը հիմնված չէ իրավական եւ գիտական սկզբունքների վրա, անընդունելի է։ Ադրբեջանի ԱԳՆ-ի գնահատմամբ նման որոշումները չեն նպաստում խաղաղության եւ փոխըմբռնման ամրապնդմանը, այլ խորացնում են առկա հակասությունները եւ խոչընդոտում տարածաշրջանում հաշտեցման գործընթացներին։ Ադրբեջանն էլ միանգամից տեսեք փորձում է այս խաղաղության էտի վերցնել իսրայելա-թուրքական այս թեմայի միջից։ Դա փորձում է վերցնել, բերել այստեղ, դնել խաղաղությունը չեզոքացնելու հարցը լուծելու այդ ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը Իսրայելի չնայած որ խաղաղության գործընթացի հետ դա կապ պիտի չունենար։ Ադրբեջանական կողմն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել այդ երկրի կառավարության կողմից նախօրեին ընդունված որոշումը, նշելով, որ Բաքուն շարունակելու է պաշտպանել պատմական փաստերը, միջազգային իրավունքի սկզբունքները եւ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ջանքերը։ Թե տարածաշրջանում կայուն զարգացումը ինչով է խանգարում Իսրայելի որակավորմանը, ճանաչմանը ցեղասպանության հասցին Օսմանյան կայսրությունում, սա դեռ պետքա պարզել, էլի։ Ու այստեղ չպետքա թույլ տալ, որ Ադրբեջանը շատ խրվի այդ խաղի մեջ, որովհետեւ շատ ավելի վտանգավոր բան կարա ստացվի։ Հիշեցնենք, որ նախորդին Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին հայերի զանգվածային մահվան պատճառ դարձած իրադարձությունների ցեղասպանություն ճանաչող բանաձևին։ Ամբողջական ընդունման համար Իսրայելի կառավարության որոշումը պետք է վավերացվի նաև Կնեսետի խորհրդարանի կողմից։ Իսրայելի արտաքին գործերի նախարարի խոսքով ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած այս սարսափելի ցեղասպանությունը, որի մասին պատմական փաստերը իրական վեճեր չեն առաջացնում, հանգեցրել է 1.5 միլիոն մարդու սպանության եւ հնագույն մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացման։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բազմիցս քննարկվել է Իսրայելում, սակայն մինչ օրս այն չէր դարձել երկրի կառավարության պաշտոնական դիրքորոշումը։ 2016 թվականին Իսրայելի խորհրդարանի Կնեսետի կրթության հանձնաժողովը հանդես եկավ հայոց ցեղասպանությունը ճանաչելու հայտարարությամբ։ 18 թվականի մայիսին Իսրայելի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների սրման պայմաններում Կնեսետի լիագումար նիստը հավանություն տվեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկման եւ քվեարկության դնելուն։ Այդուհանդերձ Իսրայելի կառավարությունը մինչ օրս պաշտոնապես չէր ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Հիմա ես շատ կցանկանայի պատմաբաններ, քաղաքական գործիչներ եւ այլն
այն որ ամեն օր ունենք նոր դեմքեր, մի քիչ քննարկեին, հասկանայինք, հեչ իրանք ինչ են կարծում, որպեսզի մեր սենց քիչ իմացությունը հանկարծ չդառնա սխալ ինֆորմացիա մեր հասարակության համար, հա։ Կցանկանենք։ Տեսեք, ընդամենը 6 տարի առաջ Իսրայելը Ադրբեջանին ուղիղ աջակցում էր Արցախյան պատերազմում, ուղիղ էր աջակցում, անգամ հաղթանակ գրանցեցին ադրբեջանցիները եւ Իսրայելի դրոշները նույնպես ծածանվում էին Բաքվում Թուրքիայի եւ Պակիստանի եւ Ռուսաստանի դրոշների հետ նույն շարքում, այսպես ասենք։ Դա նշանակում է, որ 20-ից մի քանի տարի առաջ, 20 թվից մի քանի տարի առաջ արդեն Իսրայելն ու Ադրբեջանը գտել են ընդհանուր շահեկան եզրեր, աշխատել են եւ հասցրել են ռազմավարական գործընկերության մակարդակի եւ կարողացել է Իսրայելին նույնպես ներգրավել տարածաշրջանում իր հարցերը լուծելու համար Իլհամ Ալիևը դեռ տարիներ առաջվանից։ Պատերազմից հետո մենք միանգամից սկսեցինք մեր մոտ խաչուփաշ դնել, թե ովքեր Ադրբեջանին օգնել են, դառնում են բնականաբար հետո թշնամու բարեկանը, մեր թշնամինը սկզբունքով որոշեցին քաղաքական եւ հասարակական որոշ շերտեր աշխատել։ Այս ամեն ինչին հակառակ իշխանությունը այդ պահին այդ զգացմունքայինությունը ու դժգոհությունը իր վրա վերցնելով հայտարարեց, որ ինքը գնում է բազմաբևեռ քաղաքականության, այսինքն ոչ թե պետքա խռովել ու դռները փակել, այլ մենք էլ պիտի սկսենք աշխատել հետները, հա։ Ես չգիտեմ այդ աշխատանքի արգասիքն է արդյոք ցեղասպանության ճանաչումը, բայց մյուս կողմից տեսեք նույն կայքերը, որոնք որ առավոտից երեկով ողբում էին, թե տեսեք Միացյալ Նահանգներում Կապիտոլիումում նստած խոսում են արևմտյան Ադրբեջանից, դուք այստեղ լռում եք, ահա եւ հակառակ քայլը, բան նույն ոգեվորությամբ էլ հիմա վեր կացեք դրա մասին խոսեք։ Սա հակընդդեմ քայլ չի։ Ինչու՞մն է խնդիրը։ Եվ երկրորդ, հիմա դրսում տենց դրսից խոսում եք։ Հիմա Իսրայելն ու Ադրբեջանը ուղիղ փորձում է մտնել իսրայելա-թուրքական խաղի մեջ։ Ուղիղ փորձում է մտնել տարածաշրջանի հաշվին դարձյալ, խաղաղության հաշվին։ Կարող եք այս ուղղությամբ աշխատանքներ տանել։ Իմիջիայլոց ես մի հարց ունեմ, որը այդպես էլ չեմ տվել այդ օրվանից սկսված։ Բազմաթիվ բլոգերներ, քաղաքական գործիչներ, ռազմարվեստի ներկայացուցիչներ, դաշնակներ վերջի վերջո ասենց հայրենիքի համար ուշքները գնացող շատ քաղաքացիներ, երբ որ խոսում էին թե բանում Կապիտոլիումում տեսեք Ադրբեջանը ինչ լսումներ է կազմակերպել, մի բան հարցնեմ էլի։ Ինչի չկազմակերպիցիք այդտեղ մի հատ ցույց, բողոքի ակցիա, դռները փակեիք, չգիտեմ, Ալիև ու Էրդողան, չգիտեմ ինչ գոռայիք, գոչեիք։ Ինչի չգնացիք։ Բայց ո՞նց է լինում, երբ որ Հայաստանի Հանրապետությունից դելեգացիա է գալիս, չգիտեմ, էլ Կանադայում, էլ Ֆրանսիայում, էլ Նիդերլանդներում փորձում եք մաքսիմում խայտառակ անել, ընդ որում Հայաստանի Հանրապետությանը այդ պարագայում դուք վարչապետին եք ասում, բայց դուք դրանով մեղադրում եք Հայաստանի Հանրապետությունը եւ պաշտոնական Երևանին, որովհետեւ վարչապետը այդ պահին ներկայացնում է Հայաստանը տվյալ երկրում, հա, կապ չունի դուք իրան սիրում եք, թե չէ, դա Հայաստանի ներկայացուցիչն է։ Մեղադրում եք Արցախում պատերազմ սկսելու մեջ։ Գնացել դեսպանատանների վրա ցեխ էիք շպրտում, չգիտեմ ինչեր էիք անում, բա ուղիղ Ադրբեջանը եկել այդտեղ չգիտեմ ինչ էր կազմակերպել, բա մի հատ ակցիա իրականացնեիք, վախենում եք, բա ժողովրդավար երկիր է Ամերիկան, բա այդ ոնց է, այդ մի իրավունքից ցանկություն չեք ունեցել օգտվել, բայց այ երբ որ Հայաստանից են գալիս, ցանկությունը առաջանում օգտվել ու վարկաբեկել ու մեղադրել Հայաստանի Հանրապետությանը։ Սա ինչ է, եթե ոչ թշնամական գործունեություն։ Սա ինչ է, եթե ոչ նման հարցերը քաղաքական դիվիդենդ շահելու համար օգտագործելու պիղծ գործողություն։ Ինչի չգնացեք դա անեք, սա ես այն հայդատականներին էլ եմ հարցնում։ Էս ինչ էր, եկան ինչ ուզեցին արեցին, գնացին, հա ոնց որ։
Կամ թշնամի որակում եք։ Գիտեք, Պակիստանը չէր ճանաչում Հայաստանի Հանրապետությունը եւ շնորհիվ այս իշխանության այս վարչակազմի ճանաչեց։ Ասում եք, բա Ալիևի ընկերն է բան։ Ես էլի եմ կրկնում, Բաքվում կանգնել են Ադրբեջանի 44 օրից հետո Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի եւ Ռուսաստանի դրոշները վեր են բարձրացվել, մեքենաներից դրած, սիգնալ տալով գնում են։ Դուք այդ ձեր կայքերում այդ տեսարանները չգիտես ինչու չցանկացաք ցույց տալ, որովհետև այնտեղ Ռուսաստանի դրոշել եք տեսնում։ Այդ ո՞նց է լինում։ Հիմա այն բոլորը թշնամի են բացի բանից Ռուսաստանից։ Ում որ տենց խելոք ծառայում եք։ Այդ ո՞նց է լինում։ Բայց տեսնում եք, որ դուք այն տեսակն եք, ովքեր որ կարող են ոչ միայն ցեղասպանության այլ նաև պատերազմի, զոհերի, այսինքն ինչքան վատ բան տեղի է ունենում, դա ձեր համար լավ է։ Դուք կարող եք դա շահարկել ու քաղաքական դիվիդենդներ հավաքել։ Այս սա է, որ սիրելի քաղաքացիներ, ախր ձեզանից են մարդիկ են եղել 100,000-ավոր, գնացել իրաց ձայն են տվել։ Դուք ինչ կարծիքի եք այս մասով։ Գիտեք ոնց, մեր ցեղասպանության ճանաչման ընտրած ռազմավարությունը ես մշտապես բաց խոսել եմ սրա մասին, որ իմ մոտ որոշ կասկածներ է հարուցում, որովհետև առհասարակ ցեղասպանության թեման պիտի մտներ միջազգային դատարան, միջազգային քրեական դատարանով որոշումը վճիռը կայացվեր, պահանջները դրվեին եւ վերջանար, բայց երբեմն, երբ որ խոսում ենք, շատ մեր հայրենակիցներ, չգիտես ինչու, տեսեք անկախ պետականությունից հետո, հա, դեռ խորհրդային տարիները չասեմ, 91 թվականից սկսած մինչև հիմա մեր հասարակության մեծամասնությունը կարող ենք հարցում իրականացնել։ Ես վստահ եմ 90%-ը տեղյակ չի մեր պահանջը Թուրքիայից որն է։ Հստակ։ Ինչ ենք պահանջում Թուրքիայից։ Ասենք ասում ես ճանաչի, ասում եմ լավ։ Ընդունում եմ, որակում եմ այդ կոտորածները որպես նախ ասեմ Թուրքիայի Հանրապետությունը նես չի որ մերժում է դա։ Պարզապես նա ցեղասպանություն չի որակում է բան այլ ձևակերպումներով, ամեն անգամ մի ձևակերպում։ Չի որակում ցեղասպանություն։ Եթե ընդունենք, թե որակեց ցեղասպանություն, մեկ էլ արթնանում ենք, տեսնում ենք, չգիտեմ, ինչ-որ հրաշք է եղել, Էրդողանը կանգնել ասել է ցեղասպանություն է եղել, չգիտեմ, որակում ենք այդպես։ Որն է հաջորդ քայլը, մենք ինչ ենք պահանջում։ Ինչ որ պահանջ եթե անգամ կա, կարծես թե սկի մեր հասարակությունը դրանից տեղյակ չի։ Ուր մնաց թե Թուրքիայի հասարակությունը տեղյակ լինի։ Թուրքիայի հասարակությունը տեղյակ է, իրանից ինչ է պահանջվում։ Աշխատանքներ այս ուղղությամբ եղել են, ոչ չեն եղել։ Ու չեն եղել ինչի համար, որովհետև պետք էր մաքսիմում զգայացողական դաշտում պահել թշնամանքը կա բնական թշնամանքա դա ընդ որում, զգացողական դաշտում պահել, թույլ չտալ, որ կառավարվի այդ թշնամանքը նույնպես մեր կողմից։ Այդ թշնամանքը կառավարվել է ու կառավարվել է այլ երկրի կողմից, մշտապես։ Սա փաստ է, եթե ցանկանանք այս թեմաների մեջ խորանանք, ես սիրով պատրաստ եմ բավականին երկար օրինակներով խորանալ։ Մեր հասարակության մեջ էլի եմ կրկնում, մենք չգիտենք ձևավորված չի, թե մեր պահանջը հայ ժողովրդի պահանջը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը որպես այդպեսին պահանջ չունի եւ չի էլ ունեցել։ Երբեք 91-ի անկախությունից հետո երբեք պետական ռազմավարական ծրագրի մեջ դրված չի եղել, որ Հայաստանի Հանրապետությունը պահանջ ունի Թուրքիայի Հանրապետությունից։ Դրված է եղել հետեւյալը բոլոր ռազմավարական ծրագրերում, որ Հայաստանի Հանրապետությունը սատարում է ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Իսկ ով է այդ գործընթացը տանողը կամ ովքեր են այդ գործընթացները տանողը, սա արդեն հարցի մյուս կողմն է, համենայն դեպս այդ գործընթացները տանողները պետությունը չի ու չի եղել մշտապես։ Մեր հասարակությունը այս տարական տարանջատումները, հա, որ ձևակերպումները, որը ինչ է նշանակում, իրավական ինչպիսի հետևանքներ ունեն, ինչու է այդպես արված ձևակերպումը, այս ամեն ինչից էլ տեղյակ չենք։
Սա խնդիր է։ Եվ սա իմիջայլոց ցավոք սրտի, այո, հենց դպրոցների խնդիրն է, հենց ուսուցիչների խնդիրն է։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Ու այս կոնտեքստի շրջանակներում ես այն օրը ինձ համար տվյալ պայն համենայն դեպս վտանգավոր արտահայտություն լսեցի, ինչը ինձ այլ տեղեր տարավ մտքերով։ Ուրեմն սենց է, կարծես թե ցեղասպանության ժառանգների մոտ այսպիսի զգացողություն կա, արդեն որի-որ ծերունդն է, չէ, Սփյուռքում ովքեր որ ապրում են մեր հայրենակիցները։ Ես միշտ մտածել եմ, լավ, մենք արդեն ունենք պետություն։ Արդեն կա Հայաստանի պետությունը, մենք մեր Սփյուռքի հայությանը չենք ասում եկեք խորհրդային Հայաստան, մենք ասում ենք եկեք Հայաստանի Հանրապետություն, մեր երկիրն է, միասին կպրենք, զարգացնենք։ Այս մարդիկ պատրաստ են դրսից աջակցել ու շատ շատերը մշտապես աջակցել են, ինչի համար փառք ու պատիվ իրենց, բայց միշտ մտածել եմ, ինչի չեն գալիս։ Ինչի հայությունը չի հավաքվում իր տանը, ինչի համար։ Հետո երեք մի ամիտ լսեցի, անգամ չեմ հիշում որտեղ, լսեցի մեր սփյուռքահայերից մեկը մի հարցազրույցում այսպիսի արտահայտություն անում, ասում է մենք ցանկանում ենք, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, Թուրքիան պիտի ճանաչի, եւ մենք կարողանանք վերադառնալ մեր հողերը, մեր հայրենիք, մեր հողերին տեր կանգնենք։ Այսինքն, Թուրքիան երբ որ ճանաչի ցեղասպանությունը, իսկ հողային պահանջ չկա Թուրքիայի հանդեպ, ոչ մեկ հողային պահանջ չի դրել, անգամ այդ ավանդական կուսակցությունները երբեք հողային պահանջ չեն դրել։ Այսինքն, խնդիրը դարձյալ կայանում է նույն կետում, որտեղ որ Արցախինն էր, այսինքն անվտանգության եւ ազատ տեղաշարժի խնդիրն է առաջանում։ Այսինքն մարդը ասում է, չէ, թող ճանաչեն, ես վերադառնամ Թուրքիայում, իմ հայրենի հողում ապրեմ։ Իմ հայրենի հողում, որը Թուրքիայում է։ Չի ասում, ես այնտեղ ուզում եմ ստեղծեմ իմ երկիրը, հողային պահանջ կա, մենք ուզում ենք վերադարձնենք մեր հայրենիքը ու այդտեղ պետություն կառուցենք, դες բաներ չկա։ Անկամ եթե ոչ ուղիղ, անգամ դրա մասին տենց հասկացնել էլ չեն տա։ Այսինքն, այս թեման մշտապես պահել են ցեղասպանության ժառանգների շրջանակներում, որպեսզի այս մարդիկ մնան այն երկրներում, որտեղ որ կան։ Եվ նաև այս հույսը, հիմա պատկերացրեք այդ մարդկանց փոխարեն, այս հույսը, այս հավատը, որ իրանք մի օր կվերադառնան իրենց պապերի երկիրը, իրենց հայրենիքը, իրենց թույլ չի տալիս քայլ անել ու ասել, գիտեք ինչ, պապերիս երազանքը հայկական պետականություն ունենալն էր նաև։ Եվ ես հիմա ունեմ թեկուզ մի փոքր այս կողմ, այն կողմ, մի փոքր այլ չափերով, բայց պետական միավոր, միջազգայինորեն ճանաչված։ Եվ դա իմ հայրենիքն է, եւ դա իմ պետությունն է։ Այսա թույլ չեն տալիս։ Որովհետեւ ծրագիր չի եղել դրված, երբ որ Հայաստանը ֆորպոստային տրամաբանության մեջ ապրել է, խորհրդային միության համար Հայաստանի Սփյուռքը եղել է շատ լավ միջոց եւ գործիք, ներեցեք այս արտահայտությանս համար, իր արտաքին հետախուզությունը տվյալ երկրներում իրացնելու համար, չեմ ասում միայն հայկական Սփյուռքը, էլի ունեցել են գործուններ, բայց սա դրանցից մեկն է եղել, հա, որովհետեւ տեղում ունեցել են ոնց որ իրենց մարդը, ովքեր ապրում են երազանքներով, խոստացել են, հա դուք կգաք ձեր հայրենիք, բայց պիտի լրտեսություն անեք մեզ համար, իսկ հայերը այնտեղ տարբեր երկրներում, տարբեր դիրքերում առաջընթաց գրանցել են, մենք բան ժողովուրդ ենք էլի այդ կողմից, հա, ու օգտվել են այդ ծառայություններից, հետագայում թե ինչ ճակատագրի են արժանացել, ամեն մեկը մյուսից խիստ տարբեր է, ձեզ ասեմ։ Այսինքն իրենց պետք չի եղել, որ այս մարդիկ գան, իրենց պետք է եղել մնան, որպեսզի աշխատեն իրենց հետ։ Իսկ անկախությունից հետո, երբ որ ռազմական գործողություններն էլ ավարտվեցին Արցախում 94 թվականից հետո, 99 թվականից հետո շատ ավելի բացահայտ, հոկտեմբերի 27-ից հետո, շատ ավելի բացահայտ ձևով, ամեն ինչ գնում էր նրան, անգամ բառացի ասում էին պատգամավորներ, քաղաքական գործիչներ,
պետական գործիչներ անգամ բառաց էին ասում, որ Հայաստանի բնակչությունը պիտի քչանա։ Անգամ բառացի էին ասում։ Ու այո, այն խոչընդոտները, որ ստեղծվում են Հայաստանում կյանքի համար, դրանց մեծ մասը արհեստական խոչընդոտներ են, դրանք չեն եղել պարզապես վատ կառավարման արդյունքում։ Դրանք եղել են արհեստական, եւ դա իմ գնահատականն է։ Եվ ես ունեմ հիմքեր այդպես կարծելու, հասկանում եք։ Եղել են արհեստական խոչընդոտներ, որովհետեւ Հայաստանը դատարկվի։ Ինչքան քիչ լինեն Հայաստանում, Արցախի հարցը միևնույնն է, արդեն իրենք բանակցություններով անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը գնալուց ասելա, չէ՞, տղայեք, դե բան արեք, չեք կարա, որովհետև իրենք էլ գիտեն, որ դա չի լինի։ Ու ամեն անգամ բանակցություններով հասկացել են, որ չէ, այսպես թե այնպես պիտի վերադարձեն, բայց ոնց այդի չգիտենք։ Դեռ որպեսզի դա հնարավոր դառնա Հայաստանի Հանրապետությունում պաշտպանները, քաղաքացիները պիտի քչանան։ Եվ ավելի հեշտ կլինի հետագայում Հայաստանն էլ դարձնել վերջնականորեն Ռուսաստանի ծայրագավառ։ Եվ Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությանն էլի միջալոց, այնց դրա համար էլ փաստաթղթային հեշտ բաները կազմակերպելով ուղղորդում էին դեպի Ռուսաստան։ Ռուսաստան, որովհետև այդ կոմունիկացիան պիտի պահպանվեր, ազդեցությունը պահպանվեր, այս մարդը Ռուսաստանում, եթե իր մոտ ինչ-որ բան ստացվեր, բնականա ավելի ցանկանալու էր, որ Հայաստանը Ռուսաստանի ինչ-որ մաս կազմի, այն ինչը, որ հիմա խոսում են իմիջայլոց եւ մեկ-մեկ իրանք էլ չհասկանալով խոստովանում են դրա մասին։ Ռուսաստան գնալը լրիվ անվճար էր, փաստաթղթերի ձևակերպումը այնտեղ բավականին հեշտ, Ամերիկա գնալ հասնել է 30-35 հազար դոլար էր, իսկ այդ ժամանակ էդի մեզ Եվրոպա գնալ է 3-4-5 հազար եվրո։ Ну, եվրոյից առաջ էլի դոլար։ Հիմի ուր կգնա մարդը։ Ասենք մարդ, ով որ չունի այդ ֆինանսական այդ բանը, հնարավորությունը։ Իր ընտանիքով ուզում է դուրս գա Հայաստանից, չգիտես խի։ Ну, գիտենք բոլորս էլ խի։ Ահա եւ ձեզ ռուսականացումը եւ մի անգամ չէ, 5 անգամ չէ, 10 անգամ չէ, որ Ռուսաստանը շատ ուղիղ խոսել է սրա մասին։ Եվ բնական է, որ պիտի Սփյուռքին էլ որոշակիորեն փորձեն տրամադրությունները Սփյուռք հայերից շատ քչերն են եղել, որ ցանկություն են ունեցել Հայաստանում ինչ-որ մի բիզնես դնել, ինչի համար, որովհետև շատ լավ իմացել են, որ չեն կարող, եթե գան բիզնես դնելու, այստեղ իրենց կխաբեն, կգցեն, ընդ որում խաբողներն ու գցողները մեր հայաթի տղերքը չեն լինելու կամ որևիցե մեկի բակի տղերքը, չէ, դրանք լինելու են ամենավերևի մակարդակի մարդիկ։ Դրա համար էլ չեն եկել, չեն վերադարձել։ Այսինքն այդ ալիքը նույնպես կոտրել են, ջարդել են։ Հիմա այսօր բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որպեսզի ոգևորեն, որ մեր Սփյուռքի հայությունը վերադառնա Հայաստանի Հանրապետություն, գա Հայաստանի Հանրապետություն, համարի դա իր տունը եւ հիմնավորվի ապրի Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա էլ դա են փորձում վարի տալ։ Եվ ես այս թեմայով երբ որ ներկայացնում եմ նաեւ այս խոսակցության մեջ հակառակ կողմում եկեղեցին զավթածների գործունեությունը, որոնք որ ամեն ինչ անում են, որ իրանց թեմը շատանա, որ համայնքը մեծանա իրենց, ոչ թե Հայաստանում բնակչությունը ավելանա, այլ իրենց համայնքը մեծանա, որովհետև փողը տեղ է, չէ՞։ Ասենք ավելի լավ է օրը 3 հատ մկրտություն ունենալ մի հատ հարսանիք, թե ամիսը մի հատ մկրտություն։ Բնական է, չէ՞։ Ինչի մասին է խոսքը։ Նրանց ես քանի անգամ եմ ասել, վստահ եմ, որևիցե թեմի առաջնորդ, որևիցե քահանա Սփյուռքում, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում չի եղել վստահաբար, ով որ երիտասարդների պսակադրությունը, այդ ծիսակատարությունը անելուց առաջ, երբ որ երիտասարդները մի քանի անգամ գնում հանդիպում են, չէ՞, քահանայի հետ խոսում են, զրուցում են։ Քահանան խորհուրդ տված լինի, որ նրանք գան Հայաստան։ Ասենք երիտասարդ ընտանիք եք կառուցում, իսկ ինչ եթե Հայաստանում է ձեր ընտանիքը կառուցեք։ Վստահաբար տենց բան չի կարող ասած լինի, բացառվում է։ Որովհետև նրանք ամեն մեկը իրենց գործին են նայում, Հայաստանը իրենց վեճը չի։ Բայց երբ որ ինչ-որ բան են չի գնում, մեկ էլ նայում ես, այս թեմի առաջնորդը ես ինչ խոսած են թեմի դուք որպես հայ, որպես ասենք Հայաստանը դուք ճանաչում եք առանձակ։ Ես այս վերջերս բացահայտել եմ, որ այո, կոնկրետ քաղաքական ուժերի կոնկրետ հետևորդներ
Եթե քաղաքական ուժը դրա մասին ուղիղ չի ասում, բայց նրանց հետևորդներից մեծ մասը չեն ճանաչում Հայաստանի Հանրապետությունը։ Չեն ճանաչում։ Խոսում, հա? Ասում ես մի րոպե, ըստ քեզ Հայաստանի Հանրապետությունը այս սահմաններով, միջազգայինորեն ճանաչված սահմաններով, ընդունելի է թե ոչ։ Չի ընդունում։ Չի ճանաչում։ Ու սա լուրջ խնդիր է, լուրջ անվտանգային խնդիր է։ Այստեղ եթե մի քիչ ճիշտ օգտագործեն ազդեցության որոշ գոտիները իրենց ռազմավարությունը, իսկապես հայերի միջև պատերազմել կարա սկսվի։ Ինչի արդյունքում Հայաստանը հնարավոր է օրինակ արժանանա խորհրդայնացման ճակատագրին։ Որտեղ որ կործանվեց առաջին հանրապետությունը։ Հիմա երրորդ հանրապետությունն է փորձարվում կործանել։ Նույն համակարգով, ոչ մի բան չի փոխվել։ Նույն համակարգով։ Նույն թռուցիկներով, նույն չգիտեմ ինչ լոզունգներով, ես շատ գիտեմ ինչեր։ Աչքովս ընկավ Արփինե Հովհաննիսյանը հարցազրույց էր տվել։ Արդարադատության հանրապետականների նախարարը։ Առասարակ վերջի շրջանում ինչ-որ ակտիվացել էր Արփինե Հովհաննիսյանը։ Իհարկե ես հասկանում եմ, թե այդ ակտիվացումը ինչի հետ կարա կապված լինի։ Բնականաբար ընտրությունների եւ ընտրություններից հետո ինչ-որ բան ունենալու։ Բայց այդ հարցազրույցից ինձ հատկապես մի հատված հետաքրքրեց, որտեղ որ արդարադատության նախարարը երբեմնի նայեք ինչ վտանգավոր թե նախ հավասարության նշան է դնում հաց բերողի եւ այն Արմեն ինչ էր Գրիգորյան, Գևորգյան, ես ինչ էր, այն որ դատարանում ինֆարկտ ստացավ։ Այս երկուսի միջև ինչ է ասում, ասում է ինչու եք ինձ մեղադրում հաց բերողի մանալու մեջ, երբ որ օրինակ որևիցե մեկը չի մեղադրել ոչ մեկի Արմեն Գրիգորյանի մահվան մեջ։ Այսինքն որևիցե մեկը այսինքն արդարադատության նախարարի գործը չի դա, այդ գործերը քննչական կա, դատարան կա եւ այլն, արդարադատության նախարարությունը այդտեղ ինչի եք մեղադրում, բայց տեսեք Արմենն էլ մահացավ, ոչ մեկ չմեղադրեց արդարադատության նախարարին։ Ո՞ր չես հասկանում, էլի։ Տիկին Արփինե, արդարադատության նախարարության գործը բնականաբար չի դատական պրոցեսին խառնվելը, հարցը հեշտ դրանում չի վերաբերվում, բայց արդարադատության նախարարությունը դա քաղաքական պաշտոն է, հասկանում եք, արդարադատության նախարարը քաղաքական պաշտոն է, եւ նա առաջ է տանում տվյալ քաղաքական թիմի արդարադատության ոլորտի քաղաքականությունը, ռազմավարական քաղաքականությունը։ Եվ նախարարը պիտի ունենա այնքան ձիրքեր, կամ փորձի ունենալ այնքան ձիրքեր, որ ինչքան էլ որ իր գործը չի դա, բայց ելնելով իր հեղինակությունից ու իր քաղաքական գործոնից, օրինակ, մի հատ նամակ առնվազն գրի ուղարկի, եթե կարելի է այս մասով մի հատ ուշադրություն դարձեք։ Ընդեղ արդեն այդ սուբորդինացիաներով կհարգեն, կընդունեն, չեն հարգի, չեն ընդունի, դա այլ հարց է։ Բայց չէ որ արդարադատության մթնոլորտի քաղաքական կառուցողը արդարադատության նախարարն է հենց։ Իհարկե բոլորը կարող են ասել ինչը ում գործն է։ Նախ դուք չարաչար սխալվում եք Արմեն Գրիգորյանի մահվան հետ կապված բոլորին ձերոնքականները բոլորին մեղադրել են ընդհուպ մինչև վարչապետին այդ տվում։ Դե եթե արդարադատության նախարարի գործը չի դա, պատկերացրեք ինչ տիպի վարչապետի գործը չի։ Հա? Բայց ամեն հնարավոր միջոցներով ձևերով ընտանիքին էլ թիրախավորեցին անգամ։ Ասենք իր ընտանիքի անդամներից որևիցե մեկի գործն է դա։ Հետո ինչի եք համեմատում, եթե արդյունքում Արմեն Գրիգորյանը մահացավ, եթե չեմ սխալվում, կաթվածից, որը կարա հենց հիմա ինձ հետ էլ լինի հաղորդման ընթացքում տնից տեղից հեռու։ Ասենք դա այնպեսի բան է, որ ցանկացած վայրում ցանկացած մարդու հետ լինում է։ Իսկ հաց բերողի
մավան ամբողջովին այլ էր, անմարդկային մարդկային վերաբերմունքը, անօրինական նրան ձերբակալումը եւ այլն եւ այլն եւ այլն, ու քաղաքական ֆոնի վրա ընդ որում, քաղաքական ֆոնի վրա, այդ մարդը շարքային մի հանցագործ չէր, այդ մարդը կոնկրետ քաղաքական բախման արդյունքում էր հայտնվել այդտեղ։ Դուք ուզում եք ասեք, դրանք նույնական են ու ձեր վրայից ուզում եք ինչ-որ բան գցեք, չէ, անկեղծ ասած, անկեղծ եթե լինենք, ես ձեզ ուղիղ չեմ մեղադրում, ուղիղ, ասեմ, արդարության նախարարն է մեղավոր, ոչ, ես ուղիղ որևիցե մեկին չեմ մեղադրում, ես առհասարակ այդ մթնոլորտը, այդ կրթությունը, այդ դաստիարակությունը ունեցող այդ համակարգն եմ մեղադրում ամեն ինչում, որովհետև տոտալ պրավալ է Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական համակարգի արդյունավետությունը, տոտալ, չկա, գոյություն չունի, ես շատ անլուրջ եմ իմիջայլոց վերաբերվում, որովհետև մինչև օրես ես թեկուզ քաղաքական իմաստով կլինի, թեկուզ այդ թալանի իմաստով կլինի, մի այնպիսի գործ չեմ տեսել, որը իմ մեջ 0.1 միլիոներորդական վստահություն կարա առաջացնի դեպի դատական, եթե ես ունենամ հնարավորություն, ասենք դատարանից օգտվել, օրինակ օգտվել Ֆրանսիայի դատարանից կամ Նիդերլանդների, ես այստեղ դատարան երբեք չեմ մտնի, չեմ վստահի այստեղ, կդիմեմ այնտեղ, որովհետև այստեղ չկա դա, ու դա այն խնդիրն է, որ ամեն մեկըդ այդ դաշտում աշխատող, ստեղծագործող, արարող, ամեն մեկըդ պիտի այդ պատասխանատվությունը ձեր վրա վերցնեք, այսինքն այդ ես չպիտի մեղադրեմ, այդ դուք պիտի ձեր խղճի վրա վերցնեք ու խորամուխ լինեք, իսկ ինչ է ինչի արվել, ոչ թե պետք է արդարանալ, չէ, ես մեղավոր չեմ, այդ իմ գործը չի եղել, իմ գործը էսա մասին է, իմ գործը ոչ, այլ պետք է խորհել, ինչ է, ժողովրդից խի եք արդարանում, ժողովուրդը, եթե ինչ-որ բան սխալ է հասկացել ու սխալ մարդ է մեղադրում, ուրեմն դուք ինչ-որ շատ կարևոր բան սխալ եք արել, բոլորդ միասին, ուրեմն ո՞րն է կոմունիկացիան, իշխանությունների, կառավարիչների, պետական ինստիտուտների եւ հասարակության միջեւ կոմունիկացիան ո՞րն է, լրատվական, զանգվածային լրատվական միջոցները, ճիշտ եմ, ուրեմն դուք ինչ-որ բան ճիշտ չեք աշխատել, այս կոմունիկացիայում ինչ-որ խցանումներ են գոյացել եւ հասարակությունը գիտի այն ինչ-որ գիտի եւ գնահատում է այնպես ինչ-որ գիտի, տվեք ավելին, թող ավելին գնահատի, երբեք ավելին տվել, երբ որ քանի տասնամյակ արդեն ասում ենք հասարակագիտություն, իրավագիտություն առարկան, հանրամատչելի ձևով պետքա դպրոցից երեխայի հետ մեծանա, երեխան իր իրավունքը պիտի սկսի հասկանալ ու պիտի հասկանա, որ դիմացինն էլ իրավունք ունի, ու ինչպիսի իրավունքներ, գոնե տարրական բաները, մենք մինչև այսօր քաղաքացիներով հասուն մարդիկ կարող է մի բանի համար կռիվ անենք, որը եթե մենք իրավագիտակից լինեինք, այդ կռիվը չէր լինի պարզապես, չէր լինի, բայց մենք այնքան իրավագիտակից չենք, որ կարող ենք վերցնել մի հատ ապուշ թեման, դարձնել չգիտես ինչ, վիճել, վերջում պարզվի, որ ընդեղ ընդամենը ձևակերպումներ պետք ճիշտ տալ կամ ճիշտ ընկալել, և իրավունքի տեսանկյունից հասկանալ, կարելի է վիճել, թե կարելի է ընդունել դա, մարդը երբեք միշտ ճիշտ չի լինում, տես բան չի լինում, որ մարդը միշտ ճիշտ է, մարդն ով է, որ միշտ ճիշտ լինի, ավազի հատիկ է նա տիեզերքում, նա չի կարա միշտ ճիշտ լինի, մոտավորապես այսպես ժողովուրդ ջան, այսպեսին ստացվեց այսօրվա եթերը, ճիշտն ասած կար ցանկություն անդրադառնալու այս email թեմային, այս հեռախոսների բանի հետ կապված, բայց քանի որ մասնագետները դեռևս
հանդիպում են նաեւ Մխիթար Հայրապետյանի հետ եւ այլն, թող տեսնենք ինչ է ստացվում, ամեն դեպքում վաղը մի հատ կվերանայենք, տեսնենք ուր է հասել, լավ, եթերում Ազատ շփումներ, կհանդիպենք։